վերվի, ասաց մեր հանապազոր, տուն մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մեկ թողում մերոց պարտապանած, և մի տանիրս մեզ ի փորձություն, այլ փրկյաց մեզ իչարե, զիքո է արքայություն և զորություն և պար հավիտյանս ամեն։ Ոցլոս նանգուցելոց Քրիստոս Աստված արահանգիստ և ողորմություն, և մեզ մեղավորած ու շնորհի աստողություն անցանած։ Եվ ևս խաղաղության ստեր աղաչեսուկ, վասնանգության ոգվոց նաղաչեսուկս փրկիչն մեր Քրիստոս, զիզնոսան դաթարսն դասեսե ևս մեզ կեցուսե, շնորհի ողորմության յուրով, ամենակալ Տեր Աստված մեր կեցու և ողորմյա։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Քրիստոս որդի Աստուծո անոխակալ և բարեգութ, գտա արարչական սիրովդ, իհոգիս համորեն ննջեցելով ազգիս հայոց, ևս առավել հիշյատեր, սոքիս յուրավոր քաջորդյաց, որ ետուն ըսկյանս յուրյանց, ութացս հայրենական պատերազմի և Արցախյան գոյամարտի։ Հիշյա, որ մեծի գալստյան արքայության, առարժանի ողորմության, քավության և թողության ուղղված, դասավորյալ պայծառացուն Սուրբս Քուաչակող մանդա, զիդու եստեր և արարիչ ամենեցուն, դատավոր կենթանյայց և մեռելոց, և քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ամեն։ Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի Շուշիի ազատագրման Պաշտպանության բանակի հիմնադրման հիշատակության նվիրական այսօրը հաղթանակի և խաղաղության տոնին մեր հոգևոր դասի հետ աղոթք բարձրացրեցինք անմար կրակի առջև հայրենական պատերազմում և Արցախյան գոյամարտում զոհված մեր քաջարի զավակների և Բաքվում պահվող գերեվարված հայրենիների ու նրանց սիրելիների համար։ Աղոթք բարձրացրեցինք հայցելով երկնավորից նաև, որ զորացնի մեր ժողովրդին, դիմագրավելու իր կյանքի բոլոր դժվարությունները, արկա բոլոր մարտահրավերները դիմակայի մեր քաջարի զավակների արույության ոգով և առհայրենին սիրով կերտի բարեշեն դարձնի հայրենի մեր երկիրը և բարոր մեր ժողովրդի կյանքը։ Թող Աստծո սերը, շնորհը միշտ ուղեկից լինի մեր ազգին այսօր և հավիտյան։ Վերապարտել այս առիթով մեր շնորհավորանքն ենք վերստին բերում մեր սիրելի ժողովրդին նվիրական այսօրվա կապակցությամբ։ Վերապարտել այսօրվա իշխանությունները Օրվա խորհրդի